Վանաձորը միշտ ինձ դուր է եկել իր գեղեցիկ բնությունով, մաքուր օդ, շատ հանգիստ միջավայր է այստեղ ստեղծագործելու համար։ Արդեն սովորել ենք անձրևի այս կաթիլների ձայնին եւ ասեմ ավելի հաճելի է ստեղծագործել։ Սրանք իմ կավի գործիքներն են, հիմնական սրանցով եմ աշխատում։ Կավը վերցնում եք, կարևորը կենտրոն լինի, ամենակարևորը դա է։ Պետք է կոպիտ ասած խոսած կավի հետ, կավի լեզուն հասկանաս, ինքը մի քիչ թմա շատ հեշտ նյութ է, բայց իր հեշտ լինելով նաև բարդ է ինքը։ Եթե քո տրամադրությունը լավ չի, քիչուշն էլ լավ չի ստացվում։ Եթե մոտը ստացվում է, ուրեմն իմ ընկերն է։ Ես դնում ենք արդեն չորացման պրոցես։ Սա իմ ստեղծագործական աշխատանքներից է, որ կոչվում է ծաղկած ծիրանենի։ Աշխատանքը տարվում է խոնավ կավի վրա, կատարում ենք փայտե գործիքներով փորագրություն։ Մանրանկարչությունն է հիմնականում հիմքը դրված մեր գործերի, Քութայային նախշարվեստն է վերականգնված այստեղ, որոշ գործեր ունենք եւ իր տեխնիկայով շատ հետաքրքիր է սա, տարբերվող է։ Առաջարկը շատ ողջունելի էր, վստահ եմ, որ դուր կգա, շնորհակալ եմ, որ արտադրողներին հնարավորություն են տալիս ներկայացնելու մեր հայկական հարուստ նախշարվեստը։ Սա մեր հայկական ծաղկած ծիրանենի վերջնական տեսքն է, պատրաստել ենք սիրով և ջերմությամբ և նվիրում ենք ձեզ։